մի քանի օր առաջ, նաև կարող ենք արձանագրել ընտրություններից ամիսներ առաջ, Ազգային ժողովը ընդունեց փոփոխություն, որով դիտորդական առաքելության թափանցիկության եւ քաղաքական չեզոքության պահանջները խստացվեցին, այս նախագիծը միանշանակ չընդունվեց։ Օրինակ, ընդդիմությունը սա որակում է որպես հակաժողովրդական, նշելով, որ այսպես ցանկանում են իշխանամետ դիտորդական առաքելություն ձևավորել, իշխանությունն էլ ասում է հակառակը։ Մենք ուզում ենք, որ դիտորդական առաքելությունները չեզոք լինեն, իդեպ այս պահանջը միշտ էլ եղել է, չէ՞։ Ու նաև նշում են քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամները այս հարցի քննարկման ժամանակ, որ խնդիրը կենտրոնական ընտրական հանձնաժողովի դաշտում է դիտորդների առաքելություն չափանիշները, նաև այդ թվում դուք ինչ կարծիք ունեք, այս նախագիծը ոչ իշխանական դիտորդական առաքելության ստեղծման նպատակ ունի, թե ոչ։ Ձեր հարցը արդեն կապ չունի դիտորդության հետ, որտեղ եթե դիտորդին գնահատում եք իշխանական, ոչ իշխանական, ինքը դադարում է դիտորդ լինելուց։ Դիտորդի իմաստը հանրային վերահսկողությունն է, այդ ինստիտուտի իմաստը, որ ինքը պետք է լինի չեզոք, ինքը ոչ իշխանական պետք է լինի, ոչ էլ ընդդիմադիր պետք է լինի։ Ես հասկանում եք, արդեն այդ բանավեճի մեջ ի սկզբանե սխալը դրված է։ Երբ որ որը մեկը ասում է, որ ես անում եմ, որպեսզի ընդդիմադիր դիտորդ չէ, հարգես դիտորդ ոչ պետք է ընդդիմադիր լինի, ոչ իշխանամետ։ Դիտորդը պետք է լինի չեզոք ու կապ չունի մինչև դիտորդ գրանցվել ինքը ինչ քաղաքական կողմնորոշում ունի, ինչ քաղաքական կողմնորոշում չպետք է արտահայտվի։ Խնդիրը սրանն է։ Հասկանում եք, այդ փոփոխությունը, որ փոփոխությունը արվել է մի նպատակով, որպեսզի այն դեպքում, երբ որ դիտորդության ներքո քաղաքական գործունեություն կծավալվի, մարդիկ չծավալեն։ Ես կրկնում եմ, վաղաշաբաթի ընտրություններում մենք ունեցել ենք այդ դեպքը։ Մենք դրա մասին 10 ժամանոց նիստ ենք ունեցել, հետո նիստի ցանագրություն ուղղակի լուր դրել ենք։ Չենք մարդ, բայց այդ նիստը կարաք նայեք։ Երբ որ մեր ամբողջ խնդիրը, որ դիտորդական առաքելությամբ գրանցված մեր շատ հարգելի գործիչներդ ասում ենք, եղբայր, դուք այս ընթացքում քաղաքական գործունեություն եք ծավալում։ Հարգանես, ով է ձեզ արգելել գնալ քաղաքական գործունեություն ծավալել։ Ինչի եք եկել գրանցվել որպես դիտորդ, ասում եք, որ մենք չեզոք ենք, մենք օբյեկտիվ ենք, բայց դուք քաղաքական գործիչ եք։ Քաղաքական գործիչ եք, զբաղվեք քաղաքական գործունեությամբ։ Այսինքն, այստեղ շատ կարևոր է, որովհետև դիտորդությունը դա չեզոք դիրքերից հանդես գա։ Նույն այն օրինակը, որ բերում է, որ տարիներ առաջ ընտրություններ, ասենք, քվեարկության նախորդ օրը դիտորդական առաքելությունը հրավիրել է ասուլիս եւ ներկայացնում է քաղաքական ուժերից մեկի կողմից թույլ տված ընտրախախտումները։ Դա արդեն չեզոքության խախտում է։ Չի կարող։ Հասկանում եք, այստեղ է որ դիտորդ ես, ասում ես ես չեզոք եմ, չէ՞։ Հարևը չեզոք եղել։ Ուզում ես քո ունես նախընտրած քաղաքական ուժը կամ դու ինքդ ես այդ քաղաքական հավաք գնաս բաղվի դրան, ով է քեզ խանգարում։ Պարոն Հովակիմյանov, պետք է նշեմ, որ օրինակ այդ հարցի քննարկման ժամանակ Ազգային ժողովում էլ չհնչեց հարցի պատասխան, թե դիտորդական առաքելություն իրականացնողները, դիտորդները ինչ չափորոշիչներով են ընտրվելու։ Օրինակ, դուք հիմա ոնց եք որոշելու, որ դիտորդն է անկախ, որը կողմնակալ։ Մենք անկախ ու կողմնակալ չենք որոշում։ Եկավ գրանցվեց դիտորդը։ Ինքը ընտրական օրենսգիրքը հստակ չափանիշներ սահմանում, որ դեպքում կարող է դիտորդական առաքելություն գրանցվեց։ Խնդրեմ, ինքը սկսեց իր արդեն գրանցվելու բայց սկսեց դիտորդը քաղաքական ցանկացած հայտարարություն չեզոքության խախտում։ Սպարջ։ Այսինքն իր խնդիրը դիտորդի խնդիրը դիտարկելն է, ախր բառները չի ասում դիտարկել։ Եվ օրենքն էլ ասում է, որ դիտորդը ընտրությունների վերաբերյալ իր կարծիքները արտահայտում է զեկույցների ձևով։